Այսօր ցույց կտամ, թե ինչպես ճիշտ օգտագործել մթերքները ուտեստներ պատրաստելիս։ Երբ պատրաստում եք ուտեստ եւ սոխը տապակում եք, աղը միշտ ավելացրեք սոխը կարմրացնելուց հետո։ Իսկ երբ միանգամից եք ավելացնում, շատ տարօրինակ համ եւ բույր է տարածվում։ Հավկիթը միշտ քաշեք սառը ջրի մեջ, որ այն չճարքի։ Բրինձը քաշելուց պարտադիր լվացեք սառը ջրի տակ, այնուհետև երացրած ջրի մեջ եփեք, որ իր ռախմալը դուրս չտա, լպրծուն չդառնա։ Սխտորով ուտեստ պատրաստելուց սխտորը միշտ ավելացրեք ամենավերջում, որ յուրահատուկ համը տարածվի։ Իսկ երբ սկիզբն եք ավելացնում, այն վառվում է եւ ամբողջ համը փչացնում։ Երբ լոլիկ եք վերցնում, այն սառնանում չպահեք, քանի որ սառնանում պահելուց իր համերը ամբողջությամբ կորում են։ Իսկ եթե պատրաստելու եք պաստա, երացրած ջրին երբեք մի ավելացրեք բուսայուղ։ Եվ լոլիկի մածուկ եք օգտագործում, անպայման ավելացրեք բուսայուղ, որ հանկարծ չմքլի վերևից։ Այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմեջին, հետագայում ավելի հետաքրքիր խոհարարական հնարքներ կցույց տամ ձեզ։